լուծումը։ Արծվիկ Մինասյան։ Պարոն Միրզոյան, իսկապես անկեղծորեն ափսոսում եմ էլի այդ պահվածքի համար, որ քիչ առաջ դուք ցուցաբերեցիք ոչ ձեր դպրոցական տարիների, ոչ ձեր համալսարանական կրթության, ոչ ցեղասպանության թանգարանում, որտեղ դուք աշխատել եք։ Այդտենց մոտեցում դուք չէիք կարող ունենալ, որտեղ եք այս մոտեցումը վերակրթվել կամ կեղծիքին որտեղ եք սկսել տենց նվիրված լինել, վերագրելով դաշնակցությանը նման բաներ, չգիտեմ, դա երևի ժամանակի ընթացքում ամեն ինչը կպարզվի, կբացահայտվի, վերագրել մի ուժի անկախության դեմ պայքարող պիտակով, որը իսկապես ռազմի դաշտից սկսած դիվանագիտական ճակատներով ավարտված ամենօրյա կռիվ է տվել հայոց պետականության, անկախության ամրապնդման համար, ուղղակի ոչ միայն քաղաքական սնանկության, նաև քաղաքական անարժանապատվության մասին է խոսում։ Բացարձակ չի ուզենա այսօրվա արդիական հարցերը, որոնք կան, քննարկման առարկա դնել անցյալի հետ, մանավանդ որ ձեր մի քանի խոսքում դուք գնացիք հասակ նույնիսկ Տիգրան Մեծ։ Եվ եթե ասեցիք շատ ավելի վաղուց, ի սկզբանե, եթե չլինի, այսինքն եթե Տիգրան Մեծից եք սկսում գալ, դուք ընդհանրապես անպիտանի ուժ եք դարձել ուրեմն Հայաստանի համար։ Որովհետև ժամանակակից քաղաքականության շրջանակներում շատ հստակ է պատկերացում։ Հիմա դուք այստեղ եկել եք ներկայացնում եք կառավարության ծրագրի, այն կառավարության ծրագրի 2021-26 թվականին, որը հպարտորեն ասում է ժողովրդական բաստիոնում ստացել եք վստահություն։ Այդ ծրագրի կատարումը, չէ՞, կատարողական 2024-ն։ Հիմա դուք կարող եք վկայակոչել այս ծրագրի մեջ որևէ դրույթ, որով դուք հենց հիմա շարժում եք եւ ասում եք, գնում եք դեպի այդ ուղղությամբ։ Արցախի ժողովրդի իրավունքների անվտանգության ապահովումը լինելու է արտաքին քաղաքականության ուղենիշ։ Ցեղասպանության, հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը կառավարության առաջնահերթությունն է։ Առաջիկա տարիներին կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինի ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ եւ համապարփակ կարգավորումը։ Սրանք մի փոքր հատվածներ են ծրագրից, որ ընթերցեցի։ Դուք սրա կատարման հաշվետվությունն եք ներկայացնում, ուզում եմ հիշեցնել։ Նշեք, թե այս ուղղությամբ ինչ եք արել։ Ոնց եք ուրացել Արցախի ժողովրդի իրավունքը։ Եթե դուք սրանց առաջ այդ պիտակավորումները չտայք, հավատացնում եմ ձեզ, ես տրամադրիչ չէի։ Եթե պայմանավորվում ենք նորմալ օրվա առօրյա հարցերով խոսել, ուրեմն խոսենք այսօրվա հրամայականներով։ Հիմա ինչ կապ ունի ձեր զեկույցը այս ծրագրի հետ։ Դուք արդյոք ձեզ համարում եք լեգիտիմ կառավարություն, որը իր հռչակած, գրավոր ստորագրված պարլամենտի կողմից հավանության արժանացած ծրագիրը դրել է մի կողմ։ Հասկանում եք, իրականացնում է ուղիղ հակառակը։ Դուք ձեզ լեգիտիմ համարում եք կամ միջազգային պրակտիկայում որևէ դեպք, երբ որ կառավարությունը ելնի եւ հրապարակային ասի, որ կապ չունի ինչ ծրագիր է ընդունվել, ես շարժվում եմ այս ուղղությամբ։ Հələ թողենք ընդդիմությունը։ Մոռացեք ընդդիմություն չկա, դուք ձեզ, որ ելնում եք հրապարակային, խոսք եք ասում, ասում եք, ես sense բան եմ խոստացել, ժողովուրդ։ Հիմա որ ելնում եք, ասում եք, դուք չեք գտնում, որ այդ տեսակետից առնվազն գոնե։ Պետք է ասեք, ժողովուրդ, ինչ որ գրել ենք, ներողություն ենք խնդրում, վայր ենք դնում, կուզեք, նորից ընտրեք մեզ, բայց դուք պետք է քայլն անեք, դուք պետք է ասեք, որ այս ծրագիրը, որը որ ժողովրդով քվեարկվել է, որ սիրում եք ասել, էլի, այս ծրագիրը կապ չունի այսօրվա իրականության հետ։ Երկրորդ հարցը, դուք խոսեցիք
Ալմաթայի հռչակագրի մասին որպես արտաքին գործերի նախարար եւ նաեւ մեր պարլամենտական իշխանության ներկայացուցիչներին էլ եմ ուզում այս հարցով նաեւ ուշադրություն հրավիրել։ Ալմաթան խնդրում եմ հրապարակեք, կարդացեք նենց, ոնց որ գրված է։ Չի կարող երկրի արտաքին գործերի նախարարը կպցնել բառեր ընդե, որ չկա։ Ասենք ասում եք խորհրդային միության փլուզման պահին գոյություն ունեցող վարչական սահմանով։ Խնդրում եմ հենց հիմա հրապարակային հանեք այդ Ալմաթայի հռչակագրի կոչվածը եւ այդ ձեր ասած բառերը ընդեղ ցույց տվեք։ Չկա այնտեղ այդպիսի բան։ Ավելին Ալմաթայի հռչակագիր կոչված փաստաթղթին հաջորդել է Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները, պատերազմը Արցախյան առաջին շրջանի։ Այսինքն եւ Ադրբեջանի դեպ դարձել է նույն ԱՊՀ անդամ 93 թվականի սեպտեմբերին։ Այսինքն եթե այդ փաստաթուղթը ուժի մեջ է մտել 93 թվականի սեպտեմբերից, ինչն է հիմնավորումը, որ մենք վերցնում ենք մուսաֆատական Ադրբեջանի պահանջները անընդհատ թափահարում ենք։ Ինչն է պատճառը։ Եվ դրանից է գալիս նաև Ադրբեջանի լկտիությունը։ Այն որ այսօր ինքը այդպես լկտի պահվածքով ամենատարբեր պիտակներ է կպցնում Հայաստանին, հայ ժողովրդին, Հայաստանի իշխանություններին, գալիս հենց դից, որտեղ իր համար հիմք ենք չէ տվել։ Երկրորդ հարցը սրան էր վերաբերում, չգիտեմ կարողացա ամբողջացնել էլ այդ, այսինքն Ալմաթայի հռչակագիրը ասեք այնպես ինչպես կա, մի վերագրեք նրան բաներ կամ մի մտածեք որ այնտեղ ինչ-որ մի բան է գրված, որ ձեր այսօրվա քաղաքականությունը արդարացնելու համար եք օգտագործում, ասեք այն ինչ-որ կան դե։ Երրորդ հարցը վերաբերում է Ամփոփեկելի։ Հա, երկու հարց է մնացել։ Երրորդ հարցը վերաբերում է գերիների հարցին։ Տեսեք, գերիներին հայկական մշակութային ժառանգությանը Արցախում, որ ոչնչացվում է ուղղակի, սահմանադրությամբ կա պարտավորություն ստանձնած Հայաստանի Հանրապետության իշխանության։ Այս ուղղությամբ տեսանելի, չեմ ասում այն ինչ-որ անդադուք ասում եք, որ եկեք թողեք էլ այս մասում մենք գործ ենք անում եւ այլն, չնայած ինչ գործ եք անում, որի վերաբերյալ մենք եւ հանրությունը տեղյակել չի, գոնե առնվազն գոնե ինչ-որ ձեռքբերումների մասին նվազագույն պիտի երևար էլի, բայց գոնե մշակութային ժառանգության մասին ենք խոսում։ Ինչ է արվել։ Նախորդ տարի օրինակ, միջազգային ինչ-որ գործողություններ, հայկական ժառանգությունը փրկելու ինչ-որ մի քայլեր, այդ ձեր համաձայնագրի մեջ ոնց որ հասկացա սրա մասին էլ բան չկա։ Եթե կա, խնդրեմ որպեսզի հրապարակեք ասեք։ Եվ վերջին հարցը, նույնը վերաբերում է դեպ գերիներին, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետությունն ունի պարտավորություն հետապնդել, հետամուտ լինել մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը, շահերի պաշտպանության, թվում նաև միջազգային ակցիաների օգտագործման։ Եվ վերջին հարցը վերաբերում է բոլոր այն փաստաթղթերին, որոնք այս ընթացքում ձեր կառավարությունը ներկայացրել է, առաջ է տարել, եւ որոնք վերաբերում են Հայաստանի տարածքային ամբողջականությանը, սահմաններին եւ այլն։ Դուք անկեղծորեն հիմա մտածում եք, որ կապ չունի, որ դուք եք հիմա իշխանությունով, վաղ կարող է մյուսը լինի։ Որևէ իշխանություն իրավունք ունի ժողովրդին վերապահված հանրաքվեով լուծվող հարցը ինքը որոշի, որ սենց պիտի գնա։ Ասեցի որը տարածքային ամբողջականությունից սկսած ավարտված սահմանների հարցերով։ Նույն կանոնակարգ օրենք, որով դուք փաստորեն գծում եք Հայաստանի Հանրապետության սահման։ Հա, սահմանադրության համապատասխան պես կան։ Պարոն Մինասյան ջան, ախր նախորդ խոսակցության վերջում ես ուզում եի լավ բան ասեի հայերապոխական դաշնակցության մասին, այն ձեր սիրած մշտական բոլոր աներից սարքեցիք, չստացվեց, կիսատ մնաց միտքս, եթե թույլ կտաք, հիմա շարունակեմ։ Երբ որ ես ասում եի 1920 թվականների կամ
19-ից սկսած 20 այդ շրջանի պատմական շրջանի հայեղափոխական դաշնակցության առաջնորդների մասին խորհուրդ է տալիս կարդալ իրենց եւ այլն, ես գիտեք ինչ նկատի ունեի, վատ բաներ չի ուզում ասել, ուզում եմ ասի այդ մարդիկ, եթե մի քիչ պարզունակ ներկայացնենք, որովհետեւ բարդ շրջան էր դա բոլոր մանրամասները ներկայացնելու համար մի սկա քննարկում է պետք, բայց եթե կարճ կոնկրետ մի շրջան էր, երբ որ այդ առաջնորդները իրանց սեփական փորձից էլի պատերազմներ տեսնելով, ցեղասպանություն տեսնելուց հետո, անկախ պետություն հռչակելուց հետո, սեփական փորձով եկել էին մի հանգրվանի, որտեղ օրինակ դիվանագիտական բանի, էլ Կարսի գրավումից բանից, ահագին այդքան իրադարձություններից հետո դիվանագիտական քաղաքավարի, սիրալիր դիմումներ եւ նամակներ էին գրում օրինակ թուրքական կողմին, հանդիպում էին, բանակցում էին, падգամում էին իրենց ժամանակակիցներին եւ սերունդներին, որ պետք է օրինակ Թուրքիայի հետ ունենալ լավ հարաբերություններ 1915 թվականից 5 տարի հետո։ Ես սա մի հատ էլ որպեսի բանան ճիշտ արձանագրենք, որպես մեղադրանք չեմ ասում։ Ես սա ասում եմ որպես նշան բանի, որ այդ մարդիկ եկել էին կոնկրետ եզրահանգման, կոնկրետ իրադարձությունների բերումով, հասել էին ինչ-որ մի ճշմարտության եւ այդ ճշմարտությունն էին падգամում, ներկայացնում եւ ժամանակիցներին եւ падգամում սերունդներին։ Հիմա ես ավելի շատ զուգահեռ կանցկացնեի մեր եւ իրենց, քան ձեր եւ իրենց միջեւ։ Դուք մեզ մեղադրում եք բաների մեջ, որը նույն ձև կարելի է մեղադրել այդ մարդկանց, հասկանում ես, մենք էլ ոչ լավորից շատ լավ կլիներ, որ բոլորս այնքան խելացի լինեինք, որ այս ամենը տեսնեինք, չգիտեմ, 10 տարի առաջ։ Ընդ որում էլի առանց ներքաղաքական բաների եմ ասում, կոնյունկտուրայի, մենք որպես հանրույթ, որպես պետություն, այս հայ հետին խելքը որն է, այս խելքին ելնեինք 10 տարի առաջ, 15 տարի առաջ։ Պարոն Մինասյան, 7 տարի առաջ, եթե ձեր սիրտը այդ կհովացնի 7 տարի առաջ։ Պարոն Մինասյան, լավ, հիմա մի քարավել ԿՊ-ի բաղ չեն գցեցիք, ես ուրիշ բան եմ ասում։ Մենք բոլորս այս խելքին լինեինք 10-15 տարի առաջ։ Այն խելքին, որը ձեր առաջնորդները, եկի ախր մի անգամ էլ այդ հնարավորությունը մեզ տրվել, այդ մարդիկ այդ ամեն ինչի միջով անցել են, ՀՅԴ առաջնորդները 1920 պլյուս մինուսով, այդ շրջանում ասել են, էսա ճիշտը, ազգ, էսա ճիշտը։ Մենք էլ անցանք, էլի սարքեցինք ինչ-որ տաբուներ մեր համար, էլի սկսեցինք հայրենասիրական ճոռոմ ճրճրթան կենացներ ասել, էլի սկսեցինք ասել տարածաշրջանի ամենամարտունակ բանակ ցերեկները, դիրգունները բանակի սալյարկ են ուտել, կենաց ասել բանակի մասին երեխեքին բանակից ազատել, էսա եղել։ Մենք էլ ենք ոչ լավ օրից հանգել ինչ-որ ճշմարտությունների։ Այն ինչ որ ես ասում եմ, դա ոչ թե, կուզեք ասեք պակաս հայրենասիրական, իմ խորին համոզմամբ շատ հայրենասիրական, որովհետև հայրենիքը սիրել որն է, այսինքն դա ոնց ենք չափելու, մենք տեսնում ենք սենց Հայաստանի Հանրապետության գոյության շարունակականությունը եւ միայն սենց, եւ ես փորձում եմ ընդհանրապես ասել, որ տենց տեսել են նաեւ ձեր առաջնորդները 100 տարի առաջ, ինձ թվում է լավ բան է ասում հայդայի մասին, քիչ գիտեմ երևի, այդքան գիտեմ, այդքանն եմ ասում։ Ասում եք չխորանանք անցյալի մեջ, այս մի բան եք ասում, որ ես ինքս եմ հաճախ ասում։ Հիմա դնենք ասենք կարանք անշուշտ եւ երբեմն հաճախ անում ենք, բայց ինչքանով է դա հավելյալ արդյունք ապահովում, որ սկսենք ասել դուք ես մենք են, դուք ես մյուս կողմից էլ իհարկե ես հասկանում եմ, որ այտենց շատ կատարյալ փոխըմբռնման ու համերաշխության մթնոլորտ նախ չի լինի, երկրորդ երևի ամեն դեպքում պետք է քչփորել անցյալը մի բան սովորելու համար։ Ասում եք, այս ծրագիրը գրած է։ Ինչի՞ չեք իրականացնում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը։ Նախ տեղի են ունենում էլի տեսական, վերանում եմ Հայաստանից, վերանում եմ 2025 թվականից։ Տեսականորեն կարող են լինել օբյեկտիվ բաներ, որոնք այս կամ այն իրադարձություններ, ստեղծվել իրողություններ, որոնք այս կամ այն գործողության իրականացումը դարձնեն օբյեկտիվորեն անհնար։ Այս մի բան է, որը կարիք չկա հեչ, որ ես
անձամբ ձեզ բացատրեմ։ Դե շարունակաբար ասում եք ձեր ծրագրում էսա գրած չեք անում։ Բաներ կա, որ օբյեկտիվորեն անհնար է անել։ Արդյոք դա դարձնում է մեր կառավարությանը ոչ լեգիտիմ, ինչպես դուք եք պնդում։ Բացարձակապես ոչ։ Մեր կառավարությունը, մեր քաղաքական ուժը քվի է ստացել ժողովրդավարական ազատ ընտրություններում մի շրջանում, երբ որ երկիրը գտնվում էր ներքաղաքական ճգնաժամի մեջ, եւ ինչպես դուք եք ակնարկում, մենք բոլորս գնացել ենք եւ ժողովրդին հարցրել ենք. ո՞նց եք պատկերացնում շարունակությունը։ Այն օրը վարչապետը նույնիսկ ասեց, որ սկի ընտրություններին սպասել էլ պետք չի։ Մենք չենք ասում ընտրություններով քվեստացեք։ Վարչապետը շատ հաճախ սիրում է գրկնել, ասում է, որ պահին Հայաստանի Հանրապետություն ժողովուրդը հստակ արձանագրեց, որ համարում է մեզ ոչ լեգիտիմ եւ ուզում է իշխանությունը փոխել, այդ պահին մենք հրաժարական կտանք, էլ ո՞նց ասենք։ Քանի դեռ այդպիսի բան տեղի չի ունենում, մենք այո, բնականաբար լեգիտիմ կառավարություն ենք։ Իմիջիալից շատ բան էլ ճղվել էլ պետք չի, մի տարի բան մնաց, էլի հեչ որ եթե չկարենաք մինչև այդ ընտրություններին գոնե փորձեք։ Բոլոր քաղաքական ուժերին, որոնք ասա, վատ բան չեմ ասում, բանը, սպասեք։ Ջանք գործը։ Չէ, դա մի քիչ ավել ջանքից, լավագույն ջանք գործա։ Մեջից դուրս գալ, գեր բան ջանքեր գործադրել։ Բոլորս, մենակ դուք չէ։ Մենք ճպեք իրանք գործը։ Լավ, թեկուզ։ Տեսանելի ինչ ենք անում։ Ես չէի ուզի կրկնել։ Ես այն օրը գերիների ազատ արձակման ուղղությամբ։ Ես այն օրը հարցու պատասխան ժամանակ ազգային ժողովի ամբիոնից ասեցի, ես էլ այդքան սիրուն չեմ համարում կրկնել, որովհետև մեծ հաշվով արդյունքը չկա։ Բայց որ հարցնում եք, լավ վերջը տեսանելի ինչ եք անում, այն օրը մի երկար շարք թվարկեցի, մենակ փետրվար ամսվա գործողությունների, սկսած ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում իմ ելույթից, վերջացած ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետ իմ հանդիպման եւ դրանից 2 օր հետո իր հայտարարության գերիների անհապաղ ազատ արձակման պահանջով, իմ քննարկման հանդիպման Կարմիր խաչի ղեկավարի հետ, հիմա էլ գիտենք դա այդ հարցը, այսինքն այդ կազմակերպության գործունեությունը ինչ ալնելու Ադրբեջան եւ այլ ջանքեր մի քիչ մեզ մեղադրել անգործության մեջ, կարծում եմ, որ արդար չի։ Արդյունք չլինելու մեջ, դες չկա, ցավոք սրտի չկա արդյունք, բայց կրկին այս հարցի համար կա հնարավորություն, որ այ օրինակ նույն ձեր չսիրած խաղաղության համաձայնագրի համաձայնեցումից հետո այլ վստահության ամրապնդման միջոցներից հետո խաղաղության համաձայնագրի ստորագրումից ուժի մեջ մտնելուց հետո զուգահեռ գործընթացների սահմանազատման բարեհաջող ընթացքի դեպքում, չգիտեմ, կոմունիկացիաների, երբ որ ավելի լավ չասեմ բարեկամական, չասեմ խաղաղ նույնիսկ փող հանդուրժող մթնոլորտ ձևավորվի տարածաշրջանում, գուցե ավելի իրատեսական շանս լինի նաև պահվող անձանց ազատ արձակման մասով եւ նաև մշակութային ժառանգության մասով։ Ինչ վերաբերում է նրան, որ հանրաքվեով սահմանվածը մենք չենք կարող ոչ հանրաքվեով փոխել, այսինքն այստեղ քննարկման բան էլ չկա, ոնց գրված է սահմանադրության մեջ։ Եթե կլինեն հարցեր, որոնք կարող են որոշվել միայն հանրաքվեով եւ այդպես է սահմանված սահմանադրության մեջ, բնականաբար մենք պարտավոր ենք այդպես անել։ Ոնց կարա լինի։ Այդ թվում եւ տարածքային ամբողջականություն եւ սահմանների փոփոխություն։ Չէ, դեմարկացիան ոչ, անում են, գրում են, պայմանագիրը ստորագրում են, պայմանագիրը գալիս է կամ ազգային ժողով կամ հանրաքվեն, եթե փոփոխություն ա գիրձի, այդ դեպքում հանրաքվե, եւ այն ժամանակ նոր համարում ենք, որ դա ուժի մեջ մտավ։ Ես ի պատասխան ձեր հարցի այսքանն էի նախատեսել ասել։ Համեցեք պարոն Մինասյան արձակը։ Ալմաթան մոռաց ասեմ, ոնց ուզում եք մեկնաբանեք, ոնց ուզում եք մեջ բերեք։ Իմաստը այն է, որ խորհրդային միության փլուզման պահին հանրապետությունների միջև եղած սահմանները դրանք վարչական սահմաններ էին, վարչական բառը գրած է թե չէ, լավ, օքեյ, գրած է կամ գրած չի։ Խորհրդային փլուզման պահին եղած սահմանները
ճանաչվում են որպես անկախ արդեն պետությունների միջև սահմաններ։ Դե հիմա ինչքան կարող այս մտքի հետ վիճեք, այդ այեությունը փաստաթղթի։ Ախր, պարոն Միրզոյան, ես նորից եմ կրկնում, ախր շատ հստակ է սահմանված այնտեղ էլի։ Այդ նույն միտքը արտահայտում եք դուք, Ալիևը եւ Լավրովը զարմանալիորեն, որ ասում եք խորհրդային միության վարչական սահմաններ հետաբար Արցախը կամ Ղարաբաղը Ադրբեջանի մաս էր։ Բա եթե դա այդպես էր, բան չի չեք անդրադառնում բոլշևիկյան կառավարությունը, երբ որ Լեռնային Ղարաբաղը հանձնում էր Ադրբեջանին, ինչ պայմաններով էր հանձնում։ Ինչ տարածքով էր հանձնում։ Ինքնավարության ինչ պահանջեր առաջադրում, բայց եթե այդպես վերցնում ենք, որ խորհրդային միության ամբողջ ժառանգությունը մեկ մեր մասով, Ադրբեջանը իր մասով վերցրել էր։ Բայց հիմա չի օրինակ այդ օրակարգային հարց չի դառնում, ենթադրենք էլի։ Ես սա ինչ եմ ասում, որովհետև իրականում խեղաթյուրում եք ամբողջ Ալմաթայի գործընթացը, այդ հռչակագիրը, դրա էությունը մի բանի համար, որի પર Ադրբեջանը հայտարարի, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանը տասնյակ անգամներ դրա մասին ասել է։ ՄԱԿ-ի կանոնադրության միանալով է ասել, տարբեր համաձայնագրերին միանալով է ասել, նույն ԱՊՀ համաձայնագրի շրջանակներում է ասել, բայց դա խանգարեց Ադրբեջանին, որ ինքը առհամարած ունենա այդ ամենը, որ ծալի դրել է մի կողմ ու սկսել է ագրեսիա։ Եթե այդ մի բառի համար ենք մենք մտածում, որ այ Ադրբեջանը ասեց ամբողջականություն, միջազգային ամբողջականություն ու սահմանների անխախտելիությունը իրար հետ բացարձակ կապ չունեն միջազգային իրավունքի տեսակետից։ Սրանք երկու տարբեր բաներ են։ Տարածքային ամբողջականությունը ուժ չկիրառելու սպառնալիքների գործադրում եւ այլ սրա մասին է խոսքը։ Եվ դա ուղիղ, այո, հենց առնչություն ունի ինքնորոշման իրավունքի հետ, որը հնարավորություն է տալիս տվյալ տարածքում ժողովրդի, էթնիկ ժողովրդի կողմից սեփական ճակատագիրը որոշելու հնարավորության մեխանիզմ գործադրել։ Դուք այդ մասով, ես խնդրում եմ հարցադրումը ճիշտ ըմբռնեք եւ այս ռակուրսով դիտարկեք, այլ ոչ թե ես ձեզ չմեղադրեցի այն բանի մեջ, որ ՃՏՌ Փ ասեցիք կամ Բ ասեցիք։ Ես ձեզ այս հարցում ինչ եմ մեղադրում, ասում եմ, ընդեղ գրված է լրիվ ուրիշ բան է, ձեր արտահայտածը լրիվ ուրիշ է։ Ստացվում է դուք ձեր գործողությունները արտարացնում եք վկայակոչելով մի փաստաթղթի, սխալ մեկնաբանելով, սխալ ներկայացնելով, ասածը սա է։ Երկրորդ հարցը, տեսեք, դուք ասում եք սահմանադրությամբ ոնց նախատեսված է։ Տեսեք, սահմանադրությամբ լիքը բան է նախատեսված։ Այս ծրագրի համար էլ է նախատեսված։ Որ ասում է դուք պարտավոր եք այս ծրագրով շարժվել։ Նախարարը պարտավոր է կառավարության ծրագրի շրջանակներում այս ուղղությամբ շարժվել։ Կառավարությունը, վարչապետը, մյուս նախարարները պարտավոր են սրանով շարժվել։ Այդ դուք սահմանադրությունը հարգում եք։ Դրել եք մի կողմ, հիմա ասում եք իրավիճակ է փոխվել։ Եթե այդ իրավիճակը փոխված լիներ, օրինակ, ըստ մի քանի դրույթ կա, էլի, որոնք որնից կարան նաև այս կառավարությունը չանի, հաջորդ կառավարությունը անի, խնդիր չի։ Եթե այդպիսի հարցերին չի վերաբերում է մեր ժողովրդի կենսական կարևորության, անվտանգության հարցերին, դուք sense հեշտությամբ ասում եք, իրավիճակ է փոխվել, հետեւաբար կարանք այս թուղթը, այս բանը, ծրագիրը դնենք մի կողմ, մեր ժողովուրդը մեզ այն ժամանակ ձայն է տվել։ Այդ մեր ժողովուրդը ձայն է տվել սրա համար, չէ՞ նաև։ Այս սրա համար։ Հենց ասեք, որ ժողովուրդ մենք գալիս ենք իշխանության, որ Ղարաբաղը ճանաչենք Ադրբեջանի մաս, որ Հայաստանը ամեն ինչ պետք է անի, ամեն ինչ։ Ոչ մի բանի առաջ չեն կանգնելու, Ադրբեջանը ինչ ասեց, պատրաստ են կանել, մենակ խաղաղություն լինի, եւ այլն, եւ վերջինը։ Խաղաղությունը Հայաստանի Հանրապետության գոյության միակ ձևն է։ Շատ սիրուն ձևակերպում տվեցիք։ Շնորհակալություն այս ձևակերպման համար։ Ես չեմ կարծում, որ որևէ մեկը այս դալիճում նստած, այս դալիճից դուրս
Հայաստանի անվտանգության, մեր պետականության մասին մտածող այլ կերպ է մտածում։ Բայց ձեր ասած խաղաղությունը ընդհանրապես գոյության ձև չի։ Մեր ասածը սա է, ով է դեմ խաղաղությանը, բայց խաղաղություն կարա լինի, ով է դեմ, ասում եք դուք, ձեր վերած խաղաղությանը, այս խաղաղություն, գերեզմանում էլ է խաղաղություն, հետո գերեզմանում է խաղաղություն, դուք գերեզմանում խաղաղությունն եք կրող, հիմա Արցախում ճիշտ է, Արցախում խաղաղություն է, հա, մենք այդ խաղաղությանն ենք դեր, մենք կողմ ենք արժանապատիվ խաղաղության, վերեք, այստեղ ասեք, վայ, մենք գնացինք, տեսեք, Ադրբեջանի հռետորական, այս հռետորաբանությունը հիմա զսպվել է, այս ադրբեջանական հայացյաց իշխանությունը կանգնած է միջազգային դատարանի առաջ, կրում է պատասխանատվություն, որպեսզի նաև հետագայում չկարողանա շարունակել սպառնալիք հայ ժողովրդի վերաբերյալ, մենք ձեզ ծափ տանք, ասենք կեցեք, վերեք հնարավորություն տվեք, ասեք Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը առնվազն գոնե ճանաչվել է միջազգային հացյանում, ամփոփում եմ, մենք ասենք բրավո, այս քայլն արել եք, մենք խոսում ենք այսօրվա մասին, 100 տարի առաջվա մասին, այո, լիքը դասեր ենք մենք քաղել, դրա համար էլ ասում ենք մի սխալվեք, հենց այդ դասերից ելնելով եք ասում մի սխալվեք, բայց դուք վերցնում եք, հակառակ այդ բանի, գրում եք նորից, նույն կամ ավելի խորը սխալներով կատարում եք, գալիս ասում եք, այ այս մարդիկ այն ժամանակ սա են ասել, շնորհակալություն դաշնակցականներին կարտալու, ցիտելու համար, բայց մի քիչ էլ սովորեք։ Պարոն Մինասյան ջան, ինձ թվում է դուք չեք սովորել այդ դասը, մենք ուրիշ, ես իմ մասին ասեմ, մենք ուրիշ բան եմ սովորել, նայեք, պարոն Մինասյան, Հայաստանի կառավարության թիվ 1 առաջնահերթությունը, այդ ծրագիրը բան, որ դուք ցույց եք տալիս, գերխնդիրը, գերնպատակը պահպանել եւ ամրապնդել Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, զարգացումը, մնացած ամեն ինչ, այս բանաձևումի մեջ կարծում եմ կտեղավորվի եւ պետքա բխի դրանից։ Ցավոք սրտի հալվա ասելով բերան չի քաղցրանում։ Ավելի ուրիշ բաներ էլ կարելի ասել, պարոն Մինասյան։ Ավելի ուրիշ բաներ էլ կարելի ասել։ Դուք 10 հատ հայրենասիրական բառ գիտեք, ես 120 հատ։ Հələ եկեք խոսանք տնանք ով ավելի հայրենասեր, բայց վերջը գիտեք ինչ կարա լինի։ Եթե պատկերավոր փորձեմ ասել։ Մեր նպատակը այն է, որ վերջում ստիպված չլինենք բոլորս թողնել գնալ գլենդելներ, Փարիզներ, Պոլիսներ, Մոսկվաներ, Կալկաթաներ եւ այլուր, եւ ընդեղից դարձենք, լացենք մեր դարը, մեր դարը ճակատագիրը, ասենք ինչքան անարդար էր այս աշխարհը, բազմաչարչար հայ ժողովուրդը կրկին անգամ հայրենազրկվեց եւ այլն եւ այլն։ Մենք փորձում ենք նենց անենք, որ մնանք, ապրենք այս անկախ Հայաստանում, այս տարածքի վրա եւ մեր երեխաներն ապրեն եւ բոլորը պարտավոր չլինեն անպայմանորեն անդադ զոհվել, ավելի մեծ, ավելի լավ հնչող, բայց ցավոք անիրատեսական բաների համար։ Մեծ հաշվետը շատ խտացնեմ, այս ամբողջ խոսակցությունը սրա մասին է, եւ մեր տարբերություններն է դրա մասին։ Դուք այլևս արձագանք իրավունք չունեք, ոչ, չեմ լսում։ Պարոն Մինասյան, Արման Եղոյան։ Շնորհակալություն, բայց պարոն Մինասյան մի գնացեք էլի, կարող արձագանքել, հա, շատ լավ, ես մեկ հարց ունեմ և մի քանի դիտարկում, եթե թույլ կտաք սկսեմ դիտարկումներով, իմ կարծիքով այս քննարկումը մեթոդաբանորեն սխալ ճանապարհով է գնում,